Բարև ձեզ արգելի ժողովուրդ, այս պահին գտնվում եմ Շիրակի մարզի առաջին աջանի ընդհանուր ավարտության թագարանում։ Այս դահլիճում աղաքարյան թագավորը կոռումպացված է, որը չգիտես ոնց թագավորի օգնականից միանգամից դարձել է դադավոր, գծել է քաղաքացիական գործին, որն ինձ ներկայացրել է կոռումպացված չդատված հանցագործ Արմինե Սուքասյանը, դրա կողմից ներկայացրած դիսկ, որը չի համապատասխանում օրենքի պահանջներին, այսինքն այդ դիսկը պիտի համապատասխանի քաղաքացիական օրենսգրքի 83 հոդվածին, որ դառնա քննարկման առարկա։ Ուրեմն դա հակաօրինական ձևով ներկայացված դիսկ է, օրենքի պահանջներին հակասող, բայց այս կոռումպացված դատավոր աղաքարյանը դա արել է, գծել է գործին և հիմի քննություն է իբր տանում։ Դատարանի դահլիճում հələ դատը չսկսված հրավիրել է 4 կարգադրիչի իմ կողմը կանգնած, որ չգիտես ինչի ստրտված ինձ պիտի ուրեմն դուրս հրավիրեն դահլիճից, նախապես դատական նիստը հələ չսկսված և դրա վերաբերյալ ձայնագրությունը արդեն իսկ տեղադրել եմ։ Այսինքն այս մարդը այնքան կանխակալ է, այս դատավորը, ԲԴԽ նախագահ Սրբուհի Գալյան, քո ուշադրությունն եմ հրավիրում Շիրակի մարզի առաջին աջանի ընդհանուր ավարտության դատարանի դատավոր նախագահ Հայկ Աղաքարյանի վարկագծին։ Ուրեմն դեռ դատը չսկսված արդեն կարգադրիչները ներսում են և փորձում են և ինձ դուրս են հրավիրում։ Ինչի համար, որ ես ասել եմ, որ դու կոռումպացված ես, դու աչառու ես, ինչ եղել։ Դու աչառու ես, դու կողմնակալ ես, դրա համար ուրեմն ինքը համարում է, որ ես չեմ հարգել դատարանը, ես դատարանը հարգում եմ, ես իրապես դատավորին չեմ հարգում և ուրեմն ինձ դուրս է հրավիրել նիստերի դահլիճից։ Գործին կծել է, կրկնում եմ, աբորինի ուրեմն ձեռք բերված ապացույց և դա դրել է քննության առանց ինձ։ Այս արտիքցին, որը չգիտես որտեղից հայտնվել է Շիրակի մարզի դատարանում, հիմա հերթական աբորինություն է անում։ Սրբուհի Գալյան, Պարսագույն դատական խորհրդի նախագահ, դուք տեղյակ եք ընդհանրապես, թե սա ինչով է զբաղված, այս Աղաքարյանը, սա ում շահերն է սպասարկում։ Ներկայացվել է դեկտեմբեր ամսից 4 բացարկ իր դեմ, ոչ մեկը չի ընդունել, ոչ մեկը, ընդ որում ոչ մեկն էլ չի հերքում, որ ես ասում եմ, որ ինքը սպասարկում է հայցվորի շահերը, ինքը չի հերքում դա, ինքը լռում անցնում է, ինքը ապացուցում է և այս իրավարկագիծը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը դա անում է, ստեղ նստած է Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն, կոռուպցիայի մեջ մեղադրվող, մարդ, որի քարտուղարուին կոֆե է պողը, աշխարհագրություն առարկա է դասավանդել դպրոցում, ֆիզկուլտուրա առարկա է դասավանդել դպրոցում, վճարվել է մարդ, որը նույնիսկ բյուլետեններից է մարդկանց փողը տարել, այստեղ նստած է իրան դատելու փոխարեն Աղաքարյանը իրան է պաշտպանում։ Ուրեմն դպրոցի ՆԶՊ առարկա դասավանդել է ֆիզկուլտ ուսուցիչը, այնտեղ տեխնոլոգիայի ուսուցչուհի կա, այնտեղ Նոնա Հովսեփյան կա, Նոնա Հովսեփյանը 3 անուններով է դպրոցում հանդես եկել, Մաջանի վրա ուրիշ անուն է գրած, ուրիշ անունը ֆիքսված եղել որպես դասվար։ Այս ամեն ինչը քրեական գործի նյութերում է, ու այս Աղաքարյանը, այս արտիքցին նստած հիմա պաշտպանում է դրան, փոխանակ դրան դատի։ Մեծ տրցակ քրեական գործ կա և կրթության նախարար Ժաննա Անդրեասյան, դու վախկոտ ես, այ կնիկ, այ Պետրոս կնիկդ վախկոտ է։ Ուրեմն ես եմ բացահայտել, որ սա տարի ու կես աբորինի է պաշտոնավարել ունենալով ոչ արտարացման հիմք։ Ինչպես է սա տարի ու կես պաշտոնավարել։ Հարց եմ տալիս ձեզ իրավաբաններ։ Ինչպես է սա, Չիչոյան ես, Միչոյան ես, ինչ ես։ Այդ Ղումաշյան Գևորին, որը սրա հովանավորն է եղել, ինչի մինչև այսօր թողել եք ազատության մեջ, ինչի Կարապետյան հրայրիկը այսօր տնային կալանքի տակ է, սա պիտի լիներ դրա կողքես Արմինե Սուքասյանը, մի մեծ հանցախումբ է ստեղ գործում, որը չի բացահայտվում որևէ մեկի կողմից, ԱԱԾ տնօրեն Աբազյան, Շիրակի մարզի ԱԱԾ-ի ղեկավար Կամո Ներսիսյան, հետո ինչքան է շարունակվելու այս բարդակը Շիրակի մարզում, ստեղ նստած է դպրոցի հանցագործ տնօրեն, որը չի դատվում,
որը պիտի դատվի, այս խուլիգանքեն պիտի դատվի, հիմա ասում եմ, այո, իրա խուլիգանքը մեղմ է իրան ասված, սա քերորեն պատժելի արարք գործած մարդ է, 1.5 տարի աբորինի պաշտոնավարել է, որտեղ իրան քողարկել է Կարապետյան հրայրիկը եւ Կարապետյան հրայրիկն ու Ղումաշյան Գևորը, իրան են բան արել, հովանավորել, ոչ արտարացման հիմքով քրեական գործով մարդը ոնց է տարի ու կես դպրոց ղեկավարել, ու այս Աղաքարյանը այսօր սրան է պաշտպանում, բացահայտ Սրա դպրոցի տարածքում 5 տարեկան երեխա է բռնաբարվել, 5 տարեկան երեխա իր դպրոցի աշակերտներն են բռնաբարել, Նարեկ, չգիտեմ ինչ, մանվել անուններով, ինքն էլ իմ ունեցած տվյալով 100,000 դրամ է առաջարկել բռնաբարվող երեխու մորը, որ նա չբողոքի, ու սա հələ իրավունք ունի ստեղ ազատ մանկալու ու հպարտորեն ասում է լավ է մարդ թալանել եմ դպրոցը Տուրիստ տավո մարզբետ ես ինձ զիբիդ ես, ոնց ես պահում էդ Ղումաշյան Գևորին այդտեղ, որը սրա հովանավորն է, դες զբաղվեք սրանով